չկար այնտեղ գրող, ես ինքս այնտեղ ներկա էի եւ չկար այնտեղ գրող, եթե գրողի միտում լիներ, հաստատ կգրոհեինք, հավատացեք։ Եթե մենք ցանկություն ունենայինք այնտեղ հավաքել հազարավոր մարդկանց, հաստատ կհավաքեինք։ 10,000-ից էլ ավել, 10,000-ներ կհավաքեինք, բայց այդպիսի միտում չի եղել։ Ինձ անձամբ նախորդ օրը երեկոն 11-ին են ասել, որ վաղը մայրաթոր գնանք, այսպիսի հայտարարություն կանելու, գնանք նաև տաճարում լինենք, մայրաթորում լինենք։ Ուրեմն, եթե հավաքվելու պատճառ լինի, կհավաքվենք, թող բոլորը վստահ լինեն։ Ես վստահ եմ, շատ մարդիկ կուզենան գալ, եթե այդ գրոհի կարիքը լինի, բայց տասպոս որ չլինի, ես ինքս չեմ ուզի։ Ես ինքս չեմ ուզի, որ նույնիսկ երկու մարդ իրար դեմ դուրս գան։ Այո, այնտեղ որոշ ձայներ գալիս էին, կարծես թե հակառակ հնչող, բայց թերևս դրանք էլ հակառակ չէին։ Տեր Թադեն գեղեցիկ ասաց, որ կեսը գոռում էին վեհափար, կեսը հեռացիր։ Նշանակում ժողովրդի խոսքն է, որ վեհափար հեռացիր։ Բայց գրող չէր դա, իրապես դա գրող չէր, եւ ինչի համար որ մենք այնտեղ գնացել էինք, դա էլ արեցինք, մեր խոսքը հնչեցրեցինք եւ մեր անհամաձայնության մի փոքր ալիք ցույց տվեցինք։ Եվ միասին աղոթեցինք եւ վերադարձանք մեր տներ։